Ինչպես հասկանալ, անկեղծորեն հավատում և սիրում ես Աստծուն, թե դա ասում ես վախից դրդված։ Իսկական հավատը Աստծո հանդեպ դրսևորվում է քո ամենօրյա ընտրություններով և մտադրություններով։ Եթե դու հավատում ես Աստծուն միայն պատժից խուսափելու համար, ապա քո ուշադրությունը կենտրոնացած է քո սեփական հարմարավետության կամ անհանգստությունների վրա, այլ ոչ թե Աստծո հետ հարաբերությունների։ Իրական անկեղծ հավատը ենթադրում է վստահություն, որը պահպանվում է նույնիսկ այն ժամանակ, երբ դուք չեք զգում վտանգ կամ ինչ-որ կորուստի սպառնալիք։ Այդ հավատը հանգեցնում է խաղաղության և ցանկության ապրելու բարոյական սկզբունքներով, որովհետև դու դա համարում ես ճիշտ և արժեքավոր, այլ ոչ թե այն պատճառով, որովհետև ստիպված ես ենթարկվել։ Փորձիր վերլուծել քո արարքները, երբ դու մենակ ես։ Եթե դու շարունակում ես ընտրել բարին, ազնվությունը և սերը մերձավորի հանդեպ, դա նշան է, որ քո հավատը արմատավորված է արժեքների մեջ։ Եթե քո լավ վարքագիծը վերանում է, երբ դու սպառնալիք չես զգում, ապա դա նշանակում է, որ դու ավելի շատ առաջնորդվում ես արտաքին հանգամանքներով, քան ներքին համոզմունքով։ Աստծուն իսկապես իրական հավատալը և անկեղծ սիրելը նշանակում է սիրել Աստծո սահմանած կարգը և բարությունը, անկախ նրանից, թե ինչ է սպասվում քեզ ապագայում։